Տեսեք, առաջինը ես սոցիալական ցանցերում չկանում եմ, այս ամբողջին չեմ հետևում, բայց աշակերտներս գալիս են պատմում են, հիանալի հարց է, ուրեմն առաջինը, որ այս 2 անգամ արդեն ելույթ ունեցա եւ նորից ասում եմ, իրենց այդ կապվածությունը, ես կասի կախվածությունը իրենց այդ կոստյումчикներից, գիտեք, հետաքրքիր աչքի առաջ 2020 թվականից ի վեր մենք տեսնում ենք հիանալի մարդկանց, ովքեր որ քաղաքական դաշտ են գալիս, հետո մյուս օրը հանկարծ հագնում են այդ կոստյումը եւ դու տեսնում ես, որ ամբողջը փոխվել է այդ մարդու մեջ եւ միակ բանը այլևս որ ինքը ունի, դա վարչապետ լինելու ձգտումն է։ Դրա համար հենց որպեսզի ոչ մեկ անգամ չմտածի, որ մենք նման մկրտումներ ունենք, որ որևէ ձևով իրենց այդ կարմիր աթոռները իրանցից վերցնելու ցանկություն ունենք, ես հակա պարզապես սովորական շարժարիա ինչ վերաբերում է դրան, որ իրենք ասում են բացի, գիտեք ինչ ժամանակներում կար հիանալի միաբանություն օրդեն подвязки, հիմա մարդիկ տգետ են շատերը դա չգիտեն։ Այդ ժամանակ ասում էին ամոթ նրան, ով վատ բաներ մտածում է, այլ ոչ թե նրան, ով հագնում է այնպես, ինչպես իրեն հարմար է։ Հարգելի հետևորդներ, այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները նստացույց են իրականացնում ազգային ժողովի դիմաց, ինչպես իրենք հայտնեցին, նստացույցը կտևի 1 ժամ։